Հանրային տեսանկյունից դիտարկենք այս ուրիշ թեմա կա։ Դա եմ ասում, մենք տեսեք անվտանգային թեմաներ ունենք, տնտեսական թեմաներ ունենք, չնայած վարչապետն ասում է շատ թեմաներ ունենք, շատ։ Այո, շատ թեմաներ ունենք։ Հիմա այդ թեմաները թողած, այսինքն իշխանության ամբողջ զբաղմունքը այս հարցն է։ Ինչ կա ասես, որ իշխանության ամբողջ զբաղմունքը դա։ Ամեն օր գրավում Ձեզ թվում է ամեն րոպե 3 այո։ Ձեզ թվում է տենց ասենք այդ հարցով կամ այն հարցով իրավ բան չի, ով այսօր ինչ ասես քննարկում է, բարև ձեզ։ Ով ասես այսօր ինչ ասես քննարկում է, դաշտը բաց է եւ ազատ է յուրաքանչյուր մարդ քննարկել ինչ ուզում է։ Այսինքն ավելի առաջնային Այսինքն դες թվում է, տենց մենք բոլոր գործերը դրանից տուժում է եւ դրանից հետո էլ արդեն այնքան հուզված ենք լինում, էլ որ օրակարգ բերեք անվտանգային հարցեր։ Ուրեմն օրակարգ բերեք դուք արեք դա։ Այսինքն եթե տեսեք, մենք օրակարգ ենք ստեղծում, բայց դուք գալիս եք եւ օրակարգ եք դարձնում այն, որը որ այսօր խոսացվում է։ Ուրեմն երկրում բազմաթիվ բաներ է փոխվում, օրենքներ է ընդունվում, 550 օրենք ենք անցյալ տարի ընդունվել։ Քանի անգամ եմ ես եկել ստեղ, դուք ինձ հարց եք տվել օրենքի մասին, հələ հիշացրեք։ Հետո ասում եք օրակարգը։ Հիմա ես որպես падգամավոր օրենք ընդունելուց բացի, օրենքի մասին եղավ, լավ։ Հիմա ասենք 550 օրենքից բան է կար, էլի այն բանը, որը որ տեն շատ քննարկում է, գալիս եք դրա մասին ենք խոսում։ Հիմա հարությանը սա է բանանում, պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, աշխատվում է դրանց շուրջ, շուտով նորություններ կլինեն, շուտով, բաչև, այմա ասեցի, շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, որը որ շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, չասեցի, լավ, ասում շուտով կլինի նորություն հետաքրքիր, տեղեկություն կլինի, կարծում եմ որոշ ժամանակ անց ենթադրում եմ, որ մյուս ամիս վարչապետը նաև ասուլիսով հանդես կգա, դուք հնարավորություն կունենաք օրակարգային ռեալ հարցերից խոսալ, այլ ոչ թե խոհանոցային, այլ ոչ թե բամբասանքային, եւ օրակարգը ձևավորեք։ Ես 20 րոպե աստեղ կանգնած եմ։ Հաջան։ Փաշինյանն ասում է հանրության 50% հիմա ավելի լավ է։ Դրա մասին նախ եւ առաջ դրա մասին խոսում են թվերը, ակնհայտ է, որ տնտեսական ազատությունները այսօր միանշանակ շատ ավելի մեծ են, մենք դրա մասին խոսացել ենք, այսօր միանշանակ է, որ մեր տնտեսվարողները չեն վազվզում եւ հավելավճարներ չեն տալի հարկայինների պետերին, կաշառքներ չեն տալիս, ծանոթներ չունեն վարչապետի անվտանգության ղեկավարության մեջ, իմ անվտանգության աշխատակիցներին չեն ճանաչում եւ այլն, այո, երբ որ տնտեսապես դու ազատ ես, երբ որ դու տնտեսապես ազատ ես, երբ որ հարկայինը քեզ չի, ես բոլորի հարցին պատասխանել եմ։ Երբ որ դու ազատ ես եւ քո տնտեսական գործունեության մեջ ոչ մեկ փայ չի մտնում, իսկ այսօր ոչ մեկ փայ չի մտնում, չէ՞, թե չեք դա այսօր ընկել եք 66000 դրամանոց բանից։ Ո՞նց է մտնում առաջ։ Յուքոմի պատմությունը գիտեք։ Էլի տենց օրինակներ բերեմ, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ եւ իրանց զավակներ հանկարծ դառնում էին օրինակ Յուքոմի պես ընկերության մեծ ամենափայատը։ Հետո այդ բայ գնալով աջա։ Դա այն գործերից մեկն է։ Լսի, Նարեկ ջան, բայց այսօր մենք արդեն պետք է պայմանավորված լինենք, չէ՞ որ ես քաղաքական գործիչ եմ, դու լրագրող ես, եւ մենք ոչ ես, ոչ դու չենք զբաղվում իրավապահների գործով։ Այո, իրավապահների շատ գործ։ Լսեք, քաղաքական խոստում ունենք, գնանք քաղաքական մեր շահառուին կներկայացնենք, ասենք մինչև 26 թվականը չկատարած խոստումների հետ։ Նայ ջան, բայց հատիկ առ հատիկը գիտես ինչ, լսել ես հատիկ առ հատիկ։ Ինչ է դա։ Մի բան, մեքենա $5000։ Վերջ ասեցիք, մի հատ հեռախոսս տուր։ Հեռախոսս տուր։ 5000 դրա, ինչ ասեցիր։ Լսել ենք թվերը, պարոն։ Չեք լսել։ Բայց միջև գտնեք մի բան ասում։ Չեք գտա արդեն։ Հայաստանի Հանրապետության դատախազության 2018-ից 2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամ։ Դա 539 միլիոն 219 հազար ԱՄՆ դոլար է։ 2018 թվական Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել 39 միլիարդ 571 միլիոն 145 հազար դրամ։
Սենց շարունակեմ մինչև 2024-ը կարդամ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը վերադարձվեց շուրջ 52 միլիարդ 636 միլիոն դրամ, իդեպ այս թվերի մեջ դեռ չկան Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջվող $200 միլիոն, որի մասին դեռ տեղեկություն կա, հələ չգիտենք էլ ինչքան բան է բացահայտվել, ես վստահ եմ էլի բացաբաց։ Այո, 7 միլիարդով ավելացել է, ոնց է ստացվում, բա այդ որ գալիս եք ասում եք բան արեք, անչ աշխատավարձները բարձրացնում ենք, որ ասում ենք գնացեք զենք առեք, գնացում ենք, լսեք, ամեն ինչի ֆոնդին զենք ենք գնել պաշտպանողական, հետո լավ էլի, որտեղ ով է պատավատ գնել, ուզում հասկանալ։ Դա ազգային ժողովին հատկած տալու ես այդ հարցը։ Լինելու է ազգային ժողովի ֆոնդից գնված մեքենա եւ դա նորմալ է։ Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա, եւ ես մտածում եմ, որ պետք է այնուամենայնիվ իմ մեքենան փոխեմ եւ զրահապատել տամ։ Ուղղակի գումարի չլինելու օրինակ վերջերս մի հատ սրիկա դաշնակցական, ում եթերում էր, սպասեք հիշեմ, ում էր խոսում, հա, ում եթերում էր, չգիտեմ, Դավիթ է կարծեմ լրագրողի անունը, մի հատ սրիկա ոչնչություն, որը որ իրան իրավունք է վերապայել հոկտեմբերի 27-ի մասին ասել, որ դա ընդվզում էր եւ դրանից հետո լինելու պորտկում էր, ընդվզում էր եւ հետո ասում է, որ նման բան է տեղի ունենալու եւ դա ուրախություն է առաջացնելու, ես հասկանում եմ, որ այսօր այն մարդիկ, ովքեր որ խոսում են անվտանգության մասին, զրահապատ մեքենայի մասին, ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունում սպանություններ տեղի ունենան քաղաքական, Հայաստանի Հանրապետություն քաղաքական սպանությունների էջը 2018 թվականից այսքան փակած է, իսկ այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու։ Թող ինքը իմանա։ Պարոն Սիմոնյան, վարչապետը Չգիտեմ, իսկ դուք վտանգավոր եք։ Իսկ դες ծոմատ են ստուգում ասում են դուք դաշնակցական եք։ Ինչ հարց եք տալիս ու հասկանամ։ Այդ ինչ քաղաքական եւ լրատվական իմաստուն է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սրիկա են եւ մտածում են, որ հոկտեմբերի 27-ը դա ընդվզում է եղել եւ արդարացնում են Վազգենի, Կարեն Դեմերչյանի, Բախշյանի եւ մնացածի սպանությունները, իրանք սրիկա են եւ իրանցից պետքա զգուշ մնալ ու դա ինձ թվում է տրամաբանական։ Պարոն Սիմոնյան, վարչապետը մի այլ գրառում է լրարել եկեղեցու այդ Դիմեք խոսնակին, խնդրում եմ, դրա հետ կապված արդեն 40 րոպե խոսում։ Ուրիշ բան եմ հասնում, այդտեղ դուք էլ ինձ թվում ասելիք ունենաք։ Ասում է, որ գաղափարի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետությունը պետք է իր վճռորոշ դերը եւ ձայնը ունենա։ Ուրեմն, ես եկեք sense մեկնաբանեմ, նախ եւ առաջ վարչապետի բոլոր հայտարարությունների հետ ես լիակատար կիսում եմ իր բոլոր հայտարարությունները։ Երկրորդը մեթոդով պետք է ունենա։ օրենսդրական ենթադրում եմ, դրա մասին չենք խոսացել եւ դրա մասին չենք քննարկել։ Բայց հնարավոր է առաջիկայում նմանները հետ է կամամից թե խոսը ոչի բարապաշտ։ Պարոն Սիմոնյան, առաջիկայում հնարավոր է այդպիսի փոփոխություն լինի։ Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց ես չեմ բացառում, որ սահմանության մեջ եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը նույնպես այլ ձևա ներկայացված լինելու, որտեղ Հայաստանի Հանրապետությունը խղճի ազատություն դավանող երկիր է եւ կարծում եմ, որ եթե ինչ որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն, առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար։ Թափանցիկ, ուրիշ բանի մասին չեմ խոսում։ Չեմ բացառում։ Պարոն Սիմոնյան, դուք վարչապետի խոսունքի հետ եք համաձայն, թե գրվածի բովանդակության։ Դուք ասեցիք համաձայն եք վարչապետի եկեղեցու կապված հայտարարությունը։ Ուրեմն ես վարչապետի 2018 թվականի առաջի օրվանից սկսած եւ միջև այդ լինելով իր ընկերը, իր գործընկերը, իր թիմակիցը, միջև օրս բոլոր գրառումների, բոլոր ստորակետների հետ համաձայն եմ եւ կիսում եմ այդ բոլոր գրառումների եւ ստորակետների պատասխանատվությունը։ Եվ երբևիցե դրանից չեմ ցանկություն հայտնել կամ չեմ ցանկանալու խուսափել։ Եկեղեցիականներ բարբերաբար խոսում են իմպիչմենտի գործընթացի մասին։ Էդգար Ղազարյանն էլ առաջադրում էր Գարեգին Բ-ի թեկնածությունը առաջադրում էր։ Նման սցենարը հավանական տեսնում եք, որ որևէ եկեղեցական կարող է ներկայացված լինել, օրինակ 2026 թվականին։ Եկեղեցին կարող է իր դեմքով ներկայացնել։ Ես չգիտեմ, հիմա տեսեք, լրատվականների ներկայացուցիչները հարց են տալիս, արդյոք եւ այդպես հարց ես էլ եմ լսել, արդյոք վարկանիշի հետ կապված քաղաքական ուժը անհանգստությունն է։ Եկեղեցին այլևս քաղաքական կուսակցության դեր է իր վրա վերցրել եւ
ես չեմ բացառում, որ կաթողիկոսը կարող է մի օր ինչի Բագրատ Սրբազանը կարա վարչապետի տեխնացու լինի, Կանադայի քաղաքացի լինելով ինքը չի կարա, ինչ եք բան դնում այդ երկու մարդկանց մեջ։ Կաթողիկոսն էլ իրավունքներ ունի եւ կարող է որպես վարչապետի տեխնացու ներկայանալ Հայ առաքելական եկեղեցու դեմ ես արշավով։ Փաշինյանը հույս ունի 2026 թվականին։ Ես չեմ պատասխանում։ Տեսեք, դուք հարցը տալու մեջ ի սկզբանե սխալ իրողություն եք դնում։ Հանրությունը այդպես է հասկանում։ Հանրությունը դուք հանրությունը չեք ներկայացնում։ Դուք հանրությունը չեք ներկայացնում։ Դուք ներկայացնում եք ներողություն։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության 682,000 մի քիչ ավել ընտրողների։ Դուք չեք կարող հանրության անունից խոսեք։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում, լինելով ամենաշատ ձայն հավաքած մարդկանցից մեկը, հանրության անունից խոսեմ։ Դուք կարող եք ներկայացնել, չգիտեմ, ձեր էջի, այս հերոստալիքի, Facebook-յան տակի, չգիտեմ, Քոչարանամերձ ֆեյքերի եւ այն մարդկանց, ովքեր որ ինչ որ հույսեր ունեն, իրանց մասին կարող։ Քանի հարցումներ են դասից տարի։ Նշանակում է այդ հետևորդները իրանց, ես էլ եմ հետևում, բայց չի նշանակում, որ ես արդարացնում կամ իրանց հետ համաձայնում։ Դուք էլ եք իմ էջին երևի հետևում, բայց իմ բոլոր արտահայտությունները չի որ համաձայն եք, ճիշտ է։ Հետևում եք իմ էջին, բայց համաձայն չեք, չէ՞, իմ հետ շատ բաների հետ։ Լավ, ինչի որոշեցիք հենց հիմա զբաղվել եկեղեցու։ Լուսինե ջան, կներես, ցավատամ, չեմ կարող 40 րոպե դրա մասին առաջ խոսացել եմ, հետ կնայես, ասել եմ, այդ հարցը եղել է այդ հարցը 3 անգամ։ 3 անգամ պատասխանել եմ, հետո կգրեք դրա մասին։ Այլ ԿՊ ընտրություններին պատրաստվում։ Հաջա։ Չլսեցի։ Տեղեկություն է հասու դարձել Նիկոլ Փաշինյանին անցած հինգշաբթի օրը եկեղեցիների ճուլանացումն էր, Ուրբաթ օրը արդեն սկսվեց սրբազանների մասին հայտարարություններ։ Ուզում եմ հասկանալ, ինչ որ ինֆորմացիա դուք ունեք դրա համար են ցած հայտարարություններ։ Այո, ինֆորմացիա ունենք, որ մտնում ես եկեղեցի, մեկի քստիկներն է այնտեղ դրած, մեկի շորերն են անկյունում դրված, եւ դեպա վերցնում ենք, իսկ ով ասես չենք վերցնում։ Վերցնում ենք, մաքրում ենք, ասեմ ավելին թերթ են վաճառում, ինչ որ բանը քաղաքական Մարիամ Աստվածին, ես Մարիամ Աստվածին եմ գնում, ես լուրջ ես ասում։ Չէ, նոր չենք սկսել հաճախել։ Ես շատ վաղուց հավատացել եմ, բայց եկեք վերադառնանք Կարինեի հարցին, որովհետև Կարինեն հարցը տալով մեջը կեղծ իրականություն է դնում եւ դա որպես իրականություն է։ Հայ առաքելական եկեղեցու հիմա կարանք իրար հետ դու խոսա վերջես։ Մարդիկ սա անցալում են որպես հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար եւ չեն առանձնացնում այդ կաթողիկոսին կամ որևէ սրբազանի հետ կապված, սա ընդհանուր կաթողիկոսը, Արշակ սրբազանը, չգիտեմ, այն մյուս սրբազանը, իրանք եկեղեցին չեն, իրանք խաբել են, որ իրանք եկեղեցին են։ Իրանք հավատացյալների եւ Աստծո ծառաներն են։ Տեսել եք, որ օրինակ Հռոմի Պապը մարդկանց ոտերն է պաչում։ Լսել եք օրինակ Հռոմի Պապի Տիտղոսի մեջ մի րոպե, այդ արարողությունը արվում է բոլոր տեղում։ Տիտղոսը ոնց է, ռաբով բոժիղ, Աստծո ծառաների ծառան։ Իրանք մոռացել են, որ իրանք ծառա են։ Իրանք մտածում են, որ իրանք գողագան են, հարց լուծող, քավոր են եւ բիզնեսմեն են շատ սրբազան կա զենքով էր ման գալիս միջև այս վերջերս, չգիտեք իր մասին։ Մի հատ էլ լավ ավտո ուներ, էլի ասեմ։ Ես զենքով եմ ման գալ, ես զենք ունեմ, բայց զենքով ման չեմ գալիս։ Ես իշխանություն եմ, այդ տեսնում եք էլի, ձեր մտածելակերպ, ես կճորանդ ոչ մի միջոցառման չեմ մասնակցել։ Լսեք, անձնապես ես կճորանի հետ որևիցե հարաբերություններ չունեմ, ես խոսացողս չունեմ։ Բայց գնացեք այսինքն մենք եկեղեցականների հետ շփումների հետ կապված պետք է հիմա պատասխան տանք, որ եկեղեցականը ոնց է։ Ասում եմ նորից, դուք հասկանում եք դուք ինչ եք քննարկում։ Դուք փոխանակ, մի րոպե, փոխանակ քննարկեք, ասեք, այո, այդ երևույթները կան, այդ երևույթները չկան, այդ երևույթները վատ են, այդ երևույթները միգուցե ներելի են, միգուցե կարելի է հասկանալ դե թող ասամ։ Մի րոպե, Լուսինե, մի րոպե, ամեն ինչի մասին է խոսում ենք։ Ասեք, լավ, հիմա ասենք
պետք է արձագանքի, չպետք ասելու բաներ, բայց այդ մարդիկ նաև դուք էլ եք, ախպեր, կա այդ բանը, թե չկա, էսա հարցի հարցը։ Ասելի ձևով արդեն դուք թույլ չեք տալիս, որ մարդիկ բան անեն, ասեն հայ Նիկոլ Փաշինյանն այն ձևն է ընտրել, որ մարդիկ այլևս չեն ուզում քննարկման առարկա դարձնել այդ երևույթը կա։ Ես մի բան հարցնեմ, էլի, եթե ես սկսեմ նայել ձեր խոսակցական ձևին, ես ձեր գրեթե ոչ մի հարցի չեմ պատասխանի։ Բայց դուք 4-րդ իշխանությունն եք, դուք մեր երկրի ազատ լրատվամիջոցներն եք, որոնց ազատության համար ես պայքարել եմ, ու էլի կպայքարեմ, երբ էլ դա լինի, բայց ես չեմ նայում ձեր հարցից։ Քեզ թվում է Նարեկ ջան, քո տված հարցերը, որոնց դու մտածված սուր ձևակերպումներ ես դնում ես, չէ՞։ Ոնց յուրաքանչյուր քաղաքական գործի դա հաճելի է։ Ես ասում, այդ ինչ ձևակերպում չեմ պատասխանում։ Դուք ընդհատում եք, այո, Լուսինե ջան, շատ լավ է, պարտավորություններ։ Ես քեզ, բայց պետք է մի հատ հասկանանք, այդ եկեղեցուն եկեղեցի է։ Այդ եկեղեցականները եկեղեցական են։ Բայց ով պիտի դա որոշի։ Իրանք, մենք ոչ մեկ, մենք ասում ներողություն, հարցատ հենց իրանք Լուսինե ջան, հենց իրանք, ես ասեցի, կաթողիկոսի ձեռքը պատչելուց առաջ, Լուսինե ուզում ես արիստեղ կանգնի հարցազրույցը, Մաքսիմ Պուլիմյոտի պես անընդհատ արագ խոսալով ճշմարտությունը չի լինելու։ Ոչ, հիմա դու հարցես տալ թե ելույթ ես ունում։ Գրանցվի ելույթի համար արի ելույթ։ Սիմոնյան, այն ամենից եթե կաթողիկոսը միջև վերջ այն հարցադրումը, որը արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մի հատ նորից էլի փայլակ ջան չհասկացա։ Եթե կաթողիկոսը միջև վերջ Նիկոլ Փաշինյանի այն հարցադրումը ունի զավակ թե ոչ, չպատասխանի, այդ հարցը շարունակելու է մնալ, թե իշխանությունը ինչ որ ձևով այնուամենայնիվ փորձելու է պարզել, ի վերջո կա թե չկա, այսինքն հենց այդ միջամտությունը, եթե հարցադրմանը պատասխան չի լինում, որտեղ մի քանի օր էլ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գրում է, ունի թե Ես կարծում եմ, որ պետք է այնուամենայնիվ կոնկրետ, ոչ թե լավաշ նյութեր են, որ մարդ հոգնում է կարդա այդ նյութը, կոնկրետ ինչ որ պատասխան լինի, որ չընկնենք, չգիտեմ, այդանք Լեո փողոցի վրա ինչ որ ապտեկաներ գտնենք, ասենք էսում ապտեկանա օրինակ, դեղատունն է, հա, որ դրա կարիքը չլինի։ Պետք է կոնկրետ դեղատուն։ Չգիտեմ ինչ, հա, չգիտեմ, ինչ որ պայմանական բան եմ ասում, պետք չի կենտրոնանալ, հա, թե պետք է կենտրոնանալ։ Ինչ են դեղատուն ասեցի։ Չգիտեմ, կարամ ասեմ, օրինակ, չգիտեմ, ուրիշ բան մթերայի հացի խանութ կա, թե չկա, բայց դուք ինչ մտածեցիք։ Ես հետո կասեմ։ Չէ, հիմա ասեք, երեստատիտողները ինչ որ բան մտածեցիք, ինչ մտածեցիք, հələ ասեք։ Չէ, մի րոպե, ինչ մտածեցիք։ Ձեզ հայտնի չէ հայտնի տեղեկությունները, որ հոգևորականներից մեկը ով դեղատուն։ Ով։ Դա էլ դուք բացեք։ Ով Ով էր գրում ինչ էր գրում։ առաջին որում ձեր հետ ինչ որ առումներով նաև փոխկապակցված։ Իմ հետ փոխկապակցված մարմուրը որ գներ, ենթադրում քրիշեմ, ով այնուամենայնիվ։ Գնացեք, բացեք։ Ոչ, լրագրողը դուք եք գնացեք Էջմիածին։ Մի րոպե, այդ եմ ասում, Նարեկ ջան։ Գնացեք ստուգեք։ Այլ հարցեր կան։ Իսկ եթե Պատահական ոչ մի չի։ այս հարցակումը եկեղեցու վրա։ Հարցակում եկեղեցու վրա արտահայտությունը հարցերը չեն պատասխանել։ Լավ, ուրիշ բան եմ։ Ձևա վերաձևակերպի։ Հայ առաքելական եկեղեցու վրա, հայ առաքելական կա եկեղեցու վրա ոչ մեկ չի կարող հարցակվել, ոչ մեկ չի հարցակվում։ Կոնկրետ անհատներ կան կասկածներ, որ կոնկրետ անհատներ վարկը եւ բարեվարկությունը հայ առաքելական եկեղեցու գցում են, դրա մասին է խոսքը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր բոլորի քրիստոնյա հայ ժողովրդի ամենակարևոր կառույցն է, որը որ ամենակարևոր Սուրբ լինելու հետ կապված ոտնձգություններ կան։ Այն բոլոր մարդիկ, ովքեր հավատացյալ են, այն բոլոր մարդիկ, ովքեր պաշտում են, հարգում են հայ առաքելական եկեղեցին, պետքա իմանան այդտեղ խնդիր կա, թե չկա։ Սա է։ Մի րոպե, Պաշտոնյան հոգևոր մարդ չի։ Դա ամեն մեկի անձնական հարցն է։ Մենք չենք մտնում Ռոբերտ Քոչարյանի, Ալեն Սիմոնյանի կամ որևիցե մեկի անձնական կյանքի մեջ։ Մենք որտեղ այդ կառույցը հոգևոր կառույց չէ։ Հոգևոր, մենք հետո կուսակրոն չենք։ Մենք կուսակրոն չենք։ Դու կարնե գիտես կուսակրոնը ինչ է։ Գիտեմ ինչ։ Շո, փակեցինք թեման։ Պարոն Սիմոնյան, բայց նացումն եք դուք եւ համապատասխան որ դուք նաեւ այս ամենը անելով ձեր քննադատող հոգեվորականներից ուզում եք ազատվել եւ լինեն հոգեվորականներ, որոնք համաձայն են։ Եթե մենք ցանկություն հայտնենք, այն հոգեվորականները, որոնք որ մեզ քննադատում են այսօր, մեծ հաճույքով կդառնային մեր խոսնակները։
Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, այն հոգևորականները, որոնք որ մեզ քննադատում են այսօր, մեծ հաճույքով կդառնային մեր փաստաբանները, մեր գովերքողները, մեր ծառաները, ու տենց էլի իմիջիալոց, լավ բան բացեցիք, իմիջիալոց ընդդիմադիր դաշտում, մի օր այդ անունները հնչեցնելու եմ, ընդդիմադիր դաշտում այսօր գործող մի հատ ստվար զանգված կա, որոնք կեսը պաշտոն չենք տվել նեղացել են, մյուս կեսը իրանց առաջարկել են չենք համաձայնվել անցել են ընդդիմադիր դաշտ, որը միգուցե նորմալ է, ես չեմ մտածում, որ դրա մեջ խնդիր կա, իրանց շնորհակալ եմ, մի բանի մեջ մենք իրար Մանկավարի հետ քննարկելու եք Ռուսաստանի հիբրիդային, Ռուսաստանի կողմից Հայաստանում տարվող հիբրիդային Ես ամեն ինչ եմ քննարկում, իսկ ձեզ թվում է, որ ես հրապարակային դա եթերով ասում եմ, դա քննարկման ձև, չէ՞ սրա գալիս, հայլակ լավ էլի, այսօր է գալիս, հաջան Տեսեք, ես դրա մասին չեմ մտածել, բայց ես մամուլում կարդացի, որ Բագրատ Սրբազանը Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ իր տեխնատությունն է առաջարկել եւ խնդրել է, որ սատարում լինի, չգիտեմ որքանով է դա ճիշտ։ Դուք մամուլ չեք կարդում, դուք ձեզ չեք կարդում, լավ, օքեյ, կուղարկեմ ձեզ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։